Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարթվում են իրано-ադրբեջանական տարաձայնությունները, բայց տարածաշրջանային լարվածությունը դրանից չի պարպվում, եւ քանի դեռ մերձավոր արևելքում դրությունը խառն է, փորձագետ լուծաբանները պնդում են, անորոշության գիրկն է նետվում հայ-ադրբեջանական խաղաղության հարցը։ Երբ վերջնական կստորագրվի այս պայմանագիրը, եթե նախքան իրանական պատերազմի մեկնարկը տարբեր ժամկետներ էին նշվում, այդ թվում Հայաստանի առջև պայման նախապայմաններ դնելով մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ, ապա ռազմական գործողությունների մեկնարկից հետո մասնագետների խոսքով երկնակամարի հնարավոր ու անհնար բոլոր թվերը ցրում են այստեղ հասնող վարոդի ծուխը։ Սա անկասկած օգնելու է, ամրապնդելու է Ադրբեջանի, Իսրայելի եւ Թուրքիայի դիրքերը, մեր ռեգիոնում թույլատնելու է մեր դիրքերը, թույլատնելու է Ռուսաստանի ազդեցությունը եւ Իրանի ազդեցությունը։ Ադրբեջանը գիտի, որ առայժմ նա ոչ մի ստորագրելու կարիք չունի, պետք է սպասի, որ նոր զիջումների գնան հայերը։ Անցնող տարիներին ականատես են եղել Ալիևը հարմար ու անհարմար առիթներով կեղծ պատրվակներով մի խոսքով ամեն կերպ փորձել է ձգձգել գործընթացը։ Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը վերջնական ստորագրելու ժամկետները, ասում են մասնագետներն ու հիշեցնում, ստորագրությունը նաև այս պատճառով դարձավ նախնական երկրների ղեկավարների փոխարեն էլ պայմանագրի տակ ինքնագրերը թողեցին արտգործնախարարները։ Հիմա էլ տարածաշրջանն է խառը, ըստ փորձագետների խոշորացույցով փնտրեին առավել հիմնավոր պատրվակ չէին գտնի, չէին էլ մոգոնի։ Ամեն դեպքում անկախ ստեղծված իրավիճակից մերձավոր արևելքում ադրբեջանական իշխանություններն ունեն իրենց օրակարգը Հայաստանի մասով իրենք մի շարք պատճառաբանություններով իրենց քմահաճույք պահանջներ առաջ քաշելով կարող են եւ տարիներ շարունակ կնկել այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որպես այդպեսին հայկական կողմն է ավելի շահագրգռված հասկանալի պատճառներով, բայց ադրբեջանական կողմը արիուտես ցկցկում այս համատեքստում, մանավանդ Իրանի մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, այո, իրենք դերևս ցկցկելու են, որովհետև ստաբիլ չի ամբողջ տարածաշրջանի իրավիճակը։ Մյուս կողմից էլ թրիփի հարցն է Հայաստան-Իրան սահմանին Միացյալ Նահանգների նախագահի պատվին անվանակոչված խաղաղության ու բարգավաճման երթուղու, որն ըստ նախատեսվածի պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Չնայած նախագահների փոխնախագահ Վենսը Երևան եկավ, այս ճանապարհին խոսեց, Հայաստանում ամերիկյան ներդրումների անոնսն արեց, հետո էլ գնաց Բաքու, Ալիևի պալատում հայտարարեց, թե առաջին մարտն է, որ թրիփով ճանապարհ է կտրել։ Թրամփի թրիփ կոչվող ծրագիրը կարող է ցկցկվի այս պատճառաբանությամբ, որովհետև հիմա ստացվում է ռուս-ուկրաինական պատերազմի օջախից զատ արդեն մերձավոր արևելքում եւս մի օջախ հասունացել է, պատերազմական վիճակում է, հետեւաբար խնդիր կա, այն պլանները, որոնք դրված են հայ-ադրբեջանական օրակարգում եւ ամերիկյան երաշխավորությամբ կարող են տուժել ժամանակի տեսանկյունից հատկապես։ Տարածաշրջանում թնդացող հրանոթները խլացնում են խաղաղության ձայնը, մինչև հիմա խաղացողները վերաձևում են ուժերի հարաբերակցությունը, Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հաշվարկների խաչմերուկում կրկին սպասման երկար ու մութ միջանցք է մտնում։ Բալիստիկ հրթիռի Թուրքիայի տարածքում հայտնվելը զայրացրել է Էրդողանին, խոցված հրթիռի որոշ բեկորներ ընկել էին Գազիանթեփի շրջանի Ամայի տարածքում։ Էրդողանը մեղադրեց Թեհրանին շարունակաբար սխալ քայլեր կատարելու համար։ Անկարայի առաջնահերթությունը երկիրը հակամարտության մեջ ներքաշվելը թույլ չտալն է։ Իրանի նախագահ Փեզեշքյանն է զանգահարում Էրդողանին, Թուրքիայի նախագահը հայտնել է, թե չեն ընդունում Իրանի նկատմամբ իրականացվող անօրինական միջամտությունները, բայց միևնույն ժամանակ ճիշտ չեն համարում Իրանի կողմից տարածաշրջանային եղբայրական երկրներին թիրախավորելը։ Էրդողանը հայտնել է, թե որևէ պատճառաբանությամբ օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել։ Գրեթե նույնաբովանդակ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև։ Արաքչին հայտնել է, որ Թուրքիայի օդային տարածքը խոցող հրթիռները չեն Իրանի։ Ընդհանրապես Իրանի արտաքին գործերի նախարար Արաքչին ձախողված է համարում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի փորձերը որոշակի նպատակների հասնելու եւ իրենց առջեւ դրված խնդիրները իրագործելու առումով։ Նրանց պլան Ան տապալվել է եւ հիմա նրանք այլ տարբերակներ են փորձարկում, որոնք եւս հաջողություն չեն ունենում։ The Wall Street ժուրնալը գրում է Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտապույտ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ Թրամփը դժգոհել է, որ Մոջտաբա Խամենեին Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակվելը վկայում է Թեհրանի նահանջելու մտադրություն չունենալու մասին։ Իդեպ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ մերժում են հրադադարի հնարավորությունը իրանական կողմին, պահանջելով, որ հակամարտությունը մշտական ավարտված լինի։ Արաքչին հայտնել է, որ մեկ անգամ արդեն Իրանը բարի կամք դրսևորել է
եւ հասկացրել, որ փխրուն հրադադարը չի կարող աշխատել։ Հեռախոսազանգը իր հերթին վկայում է այն մասին, որ Թրամփը կարիք ունի կողմնակի աջակցության դեմքը փրկելու համար։ Պուտինը ցանկանում է օգտակար լինել Իրանի հետ հարաբերություններում։ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի արագ, քան նախկինում էր նախատեսված։ Կարծում եմ, պատերազմը գրեթե ավարտվել է։ Նրանք չունեն նավատորմ, չունեն կապի միջոցներ, չունեն ռազմաօդային ուժեր։ Չեմ կարծում, թե ավարտական փուլին է մոտենում, որովհետև եթե այս իրավիճակում ավարտվի պատերազմը, դա կլինի Միացյալ Նահանգների եւ անձամբ Թրամփի շատ լուրջ պարտությունը։ Հակառակը ռազմական գործողությունները դեռ կերկարեն եւ կարող են շաբաթներ ու անգամ ամիսներ տևել։ Այն սցենարով, որով պլանավորում են Միացյալ Նահանգները Իսրայելը հանգուցալուծել կոնֆլիկտը, այդ սցենարը Իրանի տարածաշրջանային դերի նվազեցումն է, որը ձեռնտու է նաև թե Թուրքիային եւ թե արաբական պետություններին։ Թրամփի հայտարարության այս ֆոնին Իսրայելը հարձակվել է Ղոմ քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության կենտրոնակայանի վրա։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, թե հրթիռային հարված է հասցվել նաև Իրանի Բանդեր Աբաս նավահանգստի ավիաբազային։ Իսրայելի կողմից հարվածներից մեկը ֆիքսել է իրական հեռուստալիքը ուղիղ եթերում։ Իրանը շարունակում է պատասխան հակահարվածները ուղղված ամերիկա-իսրայելական կոալիցիոն ուժերին։ Իրանական օդուժը հարվածել է Կատարում գտնվող Ամերիկայի ռազմաօդային ուժերին Ալ-Ուդեյդ բազային։ Թերանի Մեհր գործակալությունը հայտնել է, որ իրանական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին եւ վառելիքի պահեստարանների վրա։ Տարին նոր է սկսվում, իսկ խանութներում նորից գնաճ է։ Վիճակագրության համաձայն սննդամթերքի շուկայում նախորդ 2 ամիսներին 6.2% գնաճ է գրանցվել։ Փետրվարին գների աճը 6.5% է եղել։ Սննդամթերքի շուկայում սովորաբար գնաճը պայմանավորված է լինում տարբեր գործոններով։ Այս պարագայում ըստ մասնագետների մեծ դեր է խաղացել տավարի մսի շուկայում գրանցված գնաճը։ Տավարի մսի դեֆիցիտն է, որ բավականին մեծ աճ է գրանցել, տավարի համարյա մոտավորապես 10%-ից ավել աճ է գրանցել։ Բացի սա, անցած շաբաթների ընթացքում Հայաստանում թանկացել է այն ամենը, ինչը բերվում է Ռուսաստանից։ Սննդամթերքի շուկայում նման ապրանքների թիվը մեծ է։ Բավարար է նշել թեկուզ հատիկ ընդեղենը, որը գրեթե 80-ից 90%-ով հենց ռուսական է։ Ձմեռվա այս շրջանում, քանի որ Ռուսաստանից բեռը շատ դժվարությամբ է գալի, լարսը փակվում է, բավականին բարձրացել են տրանսպորտային ծախսերը, ֆուրերի գները, բեռնատար մեքենաների, ինչը չէր կարող ազդեցություն չունենա շուկայում գոյացած գների վրա։ Փորձագետների կարծիքով գնաճը կարող է կապված լինել նաև խոշոր բիզնեսի կողմից հարկային գերավճարների հետ, այսինքն հնարավոր է, որ գործարարները այս շրջանում խնդիր ունեն մեծացնել իրենց միջոցները, որպեսզի փոխհատուցվեն ավելացրած արժեքի գերավճարները։ Այդ նույն տնտեսվարողը, որպեսզի շրջանառու միջոցները իր գոնե վերականգնի, որ կարողանա աշխատավարձ տա, ինչ սկսում է գները բարձրացնել։ Այս պահին Հայաստանի սննդամթերքի շուկայում գնաճային ռիսկերին նպաստում է նաև Իրано-ամերիկա-իսրայելական պատերազմը։ Հայաստանում արտադրվող սննդամթերքի զգալի մասի հումքը ձեռք է բերվում հենց Իրանից։ Իրանը արգելել է գյուղմթերքի արտահանումը իր երկրից դուրս, ամբողջությամբ արգել է։ Եթե մի 10-15 օր տևեց այս process-ը, հաստատ ոչ միայն կատնամթերքի թանկան, այլ շատ հարմ պտուղ բանջարեղեն նույնպես։ Իրանից չի մտնելու հումք, ստիպված ուրիշ տեղից պիտի հումք բերեն, ենթադրենք սերուցք, կաթի փոշի եւ այլն, տրանսպորտային ծախսերը եւ գինը, որտեղից գնելու են, ավելի բարձր գնով է լինելու։ Հայաստանում պահածոների արտադրության բիզնեսում իրանական հումքը եւս մեծ մասնաբաժին ունի։ Սա նշանակում է, որ արտադրական շղթաներում էական վերանայումներ պետք է լինեն գնաճն այս ոլորտում հնարավորինս զսպելու համար։ Նման իրավիճակներում փորձագետներն ամեն անգամ հիշեցնում են պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք առկա են Հայաստանում։ Ինքնաբավության մասին իհարկե խոսք առայժմ չկա, բայց կարելի է երկրում այդ ոլորտը հասցնել այնպիսի մակարդակի, որ հարևանների մոտ նույնիսկ կարճաժամկետ ցնցումները չհանգեցնեն գնաճի սեփական սննդամթերքի շուկայում։
Հայտարարագրման համակարգը ներդրման պահից ոչ միանշանակ արձագանքներ ստացավ։ Հանրության շրջանում դժգոհություններ առաջացրել օրինակ այն հանգամանքը, որ վարկերից ստացվող գումարները ենթակա են հայտարարագրման։ Պետական եկամուտների կոմիտեն, ֆինանսների նախարարությունն ու կառավարությունը որոշել են վերացնել այդ պահանջը։ Վերջին փոփոխություններով վերանայվել է նաև միջանձնային փոխանցումների շեմը։ Խոսքը նվիրատվությունների, փոխառությունների եւ նմանատիպ գործարքների մասին է։ Ես փորձեմ ավելի པարզ լեզվով բացատրել, որ հասկանալի օրինակ միասին գնացել են որևէ սրճարան եւ մի ընկեր օրինակ վճարում է կատարել եւ մյուսը համապատասխան փոխհատուցում է տալիս։ Նման դեպքերը իրականում օրենքի իմաստով նախկինում էր հայտարարագրման ենթակա չէին, բայց հիմա առավել եւս այս շեմի արկայությունը գործարքի մասով շեմի արկայությունը հնարավորություն է տալի, որ նման գործարքների մասին ընդհանրապես մեր քաղաքացիներն չանհանգստանան։ Ընդհանուր առմամբ ՊԵԿ նախագահի տեղակալը դրական է գնահատում 2025 թվականի հայտարարագրման արդյունքները, մասնավորապես օրինակ բնակարանների վարձակալության վճարման հարկերն աճել են 143%-ով, ի դեպ մոտ 200,000 քաղաքացի է մուտք գործել համակարգ ու լրացրել հայտարարագիր, սակայն լրացուցիչ տվյալ պետական եկամուտների կոմիտեին չի հայտնել։ Նախկինում եթե մենք հավաքագրել էինք, այսինքն 23 թվականի արդյունքներով հավաքագրել էինք 4.5 միլիարդ դրամ եկամուտ, այս տարվա, այսինքն 24 թվականի հայտարարագրման արդյունքներով մենք հավաքագրել ենք 8.7 միլիարդ դրամի, այսինքն հայտարարագրվել է 8.7 միլիարդ դրամի հարկ, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի շատ է, քան նախկինում հայտարարագրված հարկը։ Ցանկացած քաղաքացի, ով նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է, կամ իր կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, կամ տարվա մեջ 182 օրից ավելի գտնվել է Հայաստանում, ունի հայտարարագիրը լրացնելու պարտավորություն։ Համակարգը արդիականացվում եւ ավելի է պարզեցվում։ Եթե մինչև նոյեմբեր մեր քաղաքացիները կունենան հավելյալ հայտարարագրման ենթակա եկամուտներ, պարտավորություն ունեն բացել համակարգը եւ նշել այդ եկամուտների մասին, իսկ եթե մինչեւ նոյեմբերի 1-ը որևէ գործողություն չանեն, մենք հաշվի կառնենք, որ այն տեղեկատվությունը, որ ՊԵԿ-ը տիրապետում է, ըստ էության ու մեր հարկվճարողի կարծիքով ամբողջական է եւ լրացնելու կամ ավելացնելու ոչինչ չկա։ ՊԵԿ նախագահի տեղակալի կարծիքով հայտարարագրման թեմայով ապատեղեկությունը շատ է, հաճախ տարածվում են լուրեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Այս թեմայով նա պարզաբանեց. օտարերկրյա բարեկամից ստացվող փոխանցումը չի հարկվում։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը վերջին տարիներին կառավարության հիմնական թիրախային ուղղություններից մեկն է հայտարարված։ Ցանկալի արդյունքի հասնելու համար այս ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ծախսվել եւ դեռ ծախսվելու։ Հռչակված նպատակին հասնելու համար ստեղծվել են մի քանի մասնագիտացած կառույցներ ու հարյուրավոր նոր հաստիկներ։ Արձանագրված արդյունքի մասին էլ հանրությունը որպես կանոն պատկերացում է կազմում հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալներից։ 890-ը հարուցած քրեական վարույթներ, որ քննվել են, 617-ը կարճվել է, այսինքն բացարձակ մեծամասնությունը հարուցած վարույթների կարճվել է, հնչեցվում է վարույթի առկայությունը, մեծ ռեզոնանս է առաջացնում, հետո հնարավոր է կարճվում է դրա մասին որևէ տեղեկատվություն չի ստացվում։ Օրինակ վաղեմիության ժամկետները անցնելու կամ գործուն զղջալու կամ այլ իրավական մեխանիզմների շնորհիվ վարույթն իրականացնող մարմինը իր հայեցողական կամ ոչ հայեցողական լիազորությունների տիրույթում որոշում է, որ քրեական վարույթը պետք է կարճվի։ Չկա շաբաթ, որ նախկին կամ նախկինից էլ նախկին պաշտոնյաների նկատմամբ կոռուպցիոն դրվագներ պարունակող քրեական գործերի հարուցման վերաբերյալ տվյալներ չհրապարակվեն։ Պաշտոնյաներն այդ երբեմն հայտնի են, երբեմն ոչ այնքան, բայց ստացվում է, որ հարուցված գործերի հիմնական մասը նույնիսկ չի հասնում դատարան, այլ բան, որ դատարան հասածներն էլ ոչ միշտ են ավարտվում մեղադրական եզրակացությամբ։ Կարճված գործերից զգալի մասը կարճվել է արդարացնող հիմքով, այսինքն հանցակազմ չեն գտել, այսինքն հանցագործության բացակայության հիմքով են դադարեցրել քննությունը, կարճել քննությունը։ Սա ցույց է տալիս, որ ըստ էության անգամ ոչ բոլոր հաղորդումներն են, որ ստանում են վարույթները ըստ էության պարունակում, հանցակազմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև պարբերաբար հրապարակում է տարբեր քրեական գործերով փոխհատուցվելիք նյութական վնասի չափը։ Այն տատանվում է մի քանի միլիարդ դրամի սահմաններում։ Օրերս էլ դատախազություն
հայտարարություններ հրապարակել տվյալ, ըստ որի ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակում տարբեր անձանց ընդհանուր 35 միլիարդ դրամի պահանջ է ներկայացվել։ Մասնագետները նշում են, սակայն որ ներկայացվող դրամային պահանջների մի փոքրիկ մասն է հաջողվում բռնագանձել եւ ուղղել բյուջե։ Երբ որ ստեղծվում էին մասնագիտացված հակակոռուպցիոն մարմիններ, ակնկալիք կար, որ դրանք եւ դատարանը եւ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ավելի շատ զբաղվեն խոշոր կոռուպցիոն, գործերով, բայց երբ որ մենք նայում ենք հիմնականում այն գործերը, որոնք որ քննվում են, որոնց վերաբերյալ հաղորդում է ստացվում կամ բացահայտվում են ինչ-որ գործեր եւ որոնք որ հասնում են դատարան, ըստեյության դեռևս չեն կարող ասել, որ այդ խոշոր գործերը մեծամասնություն են կազմում, ավելի շուտ տենց եթե կարող եմ ասել մանր կոռուպցիոն պայքարը։ Կոռուպցիոն դրվագներով քրեական գործերի մեծամասնության կարճումն ու բռնագանձվելիք գումարների փոքր հատվածի վերականգնումը մեծ վնաս է հասցնում պետությանն այն առումով, որ խարխլում են հանրության առ կոռուպցիայի դեմ պայքար ունեցած հավատը, այսինքն մարդկանց մի մասին ստիպում է ենթադրել, որ պրոցեսն իրականում ձևական ու խաղարկված է։